ՊԱՊ-ը ոչ պաշտոնական գագաթաժողով Սանկտ Պետերբուրգում։ Կար որևէ նկատելի քաղաքական ինտրիգ այս անգամ։ Առանձնապես չէ, մենակ Ալիևի բացակայությունն էր, որ Ռուսաստանում ակնկալում են, որ նա կգա, եւ նա չեկավ, եւ բավական կտրականապես մերժեց մասնակցությունը, ընդհանրապես սա եղել։ Այսինքն եթե Ալիևը մասնակցեր, հավանաբար կլիներ անգամ եռաչափ հանդիպում, չէ՞։ Հավանաբար կլիներ, բայց ոչ միայն դա, հավանաբար այդ ռուս-ադրբեջանական լարվածությունը, որը ուղիղ մի տարի առաջ է սկսվել, ոնց որ ինչ որ հանգուցալուծում պետք է ստանա, ինչ որ արդյունք պետք է լինի եւ Ալիևը դեռ խուսափում է դրանից։ Պատճառը ռուս-ադրբեջանական հարաբերությունը այստեղ դիտարկել, թե կողմերից մեկին ձեռնտու չէր այդպիսի հանդիպում։ Ես ավելի լայն աշխարհակահաղական համատեքստում եմ դիտարկում, այսինքն Ալիևը դեռ չի կողմնորոշվել, թե ով է հաղթելու ռուս-արևմտյան այս հակասության մեջ եւ փորձում է դեռ իր գիծը պահել, քանի դեռ բաց չի։ Հրան թրիփի նկատմամբ Թեհրանի եւ Մոսկվայի այս վերջին օրերի ակտիվացումը ունի բացատրություն։ Դե Թեհրանում ներքաղաքական բավականին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում, որտեղ թրիփը դա, այսպես ասած, առարկաներից մեկն է, այսինքն հիմնական առարկան դա Իրանի ապագա արտաքին քաղաքականությունն է եւ Իրանի կողմնորոշվածությունն է եւ առհասարակ Իրանի պետական կարգն է։ Դրա մասին է խոսքը գնում եւ թրիփը շատ կարեւոր ինդիկատոր է, թե ինչպես պետք է Իրանը զարգանա։ Երկու համարյա թե հավասար ուժերը պայքարում են եւ երկուսը ունեն տարբեր դիրքորոշումներ։ Սա ինչ վերաբերում է Իրանին, իսկ Ռուսաստանի հետ կապված մի քիչ ավելի անորոշ է իրավիճակը, որովհետեւ նախ Ռուսաստանը հստակ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես տեղյակ եմ, եւ շատ անորոշ է արտահայտվում, այո, ասվել է, որ մենք էլ ենք ուզում մասնակցել, որը մերժվել է օրինակ Արադ Միրզոյանի կողմից, բայց դա բավականին բնորոշ է Ռուսաստանի քաղաքականությանը, այսինքն Ռուսաստանը ոչ թե հստակ դիրքորոշում է հայտնում, այլ շատ հաճախ ուղղակի փնտրում է ուղիներ, որպեսզի ինքն էլ ամենտեղ խցկվի, նույնն էլ եղել է օրինակ առաջին առաջարկի կամ առաջին պահանջի Ադրբեջանի կողմից միջանցքի, որտեղ Երակոմ այսպես կոչված հայտարարության մեջ Ադրբեջանը, այո, 20 թվականի նոյեմբերի Ադրբեջանը պահանջել է միջանցք, Ռուսաստանը շատերը որակավորեցին, որ Ռուսաստանին է պետք միջանցք, չէ, Ռուսաստանին պետք է եթե լինի միջանցք, ինքը այդտեղ լինի։ Նույն իրավիճակը հիմա է, այսինքն Ռուսաստանի դիրքորոշումը այստեղ մեծաշով չի փոխվել, եթե լինի միջանցք, Ռուսաստանը ուզում է այդտեղ լինել, այդքան բան։ Ենթադրում ես, որ Վաշինգտոնի հետ այս ուկրաինական շփումներում կշոշափվի նաև այսպիսի հարց։ Թե դա չի բացառի, բայց ինչքան ես հասկանում եմ եւ տարբեր հետևելով Ռուսաստանի փորձագետների արձագանքից, ես ենթադրում եմ, որ հիմա Հայաստանի հարցը եւ Կովկասի հարցը Ռուսաստանի համար ոնց որ օրակարգային չէ եւ գուցե դա չքննարկվի, բայց առհասարակ այդ թեման ռուս-ամերիկյան բանակցությունների շրջանակներում կա։ Ռուսաստանը եթե մասնակցությունը չբավարարվի նրա թրիփին այն ձևաչափով, ինչպիսին Ռուսաստանն է պատկերացնում, փոխարտգործնախարարի հայտարարությունը հիշում եք, որ ասում էր առանց մեզ հնարավոր չի գործարկել թրիփը։ Պիտի փորձի խանգարել։ Այո, հավանաբար այդպես։ Ինչ մեթոդներով, ինչ միջոցներով։ Սա մի քիչ դժվար է, որովհետև նախ այս պայծրությամբ հասկանալի չեն Ռուսաստանի գործիքները։ Պարզ է, որ այդտեղ ունի ներկայություն, բայց այդ ներկայությունը որպես գործիք օգտագործել թրիփին խանգարելու մեջ ես չեմ տեսնում, որովհետև Ռուսաստանի ներկայությունը սահմանին դա համաձայնեցված է Հայաստանի հետ եւ եթե Ռուսաստանը դիրքորոշումը սկսի փոխել կամ սկսի օգտագործել սա ուրիշ նպատակներով, ապա պարզ է, որ Հայաստանի իշխանությունը պահանջել է Ռուսաստանի ոնց որ սահմանապահների դուրս գալ այդտեղից, այսինքն այս գործիքը ինչպես է տեղ կիրառել, ես չեմ պատկերացնում, բայց հավանաբար դա լինելու է քաղաքական ճնշում Հայաստանի իշխանության վրա, որպեսզի կամ դիրքորոշումը փոխի, կամ Ռուսաստանի ներառի նախագծի մեջ, կամ թրիփը փակի։ Մոսկվա-Բաքու լարվածությունը փաստորեն պահպանվում է։
Եվ դա կունենա նաև իր ազդեցությունը Կովկասյան մթնոլորտի վրա։ Դե առհասարակ Մոսկվան եւ Բաքուն, չնայած որ համարժեք չեն իրենց չափով, բայց մրցակիցներ են Հարավային Կովկասում։ Եվ Ադրբեջանը միշտ դիտարկել է Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում որպես իր համար ոչ նպաստավոր։ Ինչու՞։ Որովհետև Ադրբեջանը փորձում է միշտ 20-ից առաջ նկատի ունեք։ 91-ից սկսած, ասենց ասեմ։ LGB-ից սկսած մեծ հաշվով այս մոտեցումը չի փոխվել եւ օրինակի համար մի շատ կարևոր փաստարկ բերեմ Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշվածությունը դեպի արևմուտք ուղղորդելու մեջ Ադրբեջանի դերը հսկայական է։ Երկու եղանակ արտահայտեմ։ Առաջինը դա այդ խոշոր նախագծերը նավթային, գազային եւ այլ ենթակառուցվածքների, որոնք Բաքվից են սկսվում, ավարտվում են հիմնականում Թուրքիայում, Սև ծովում կամ Միջերկրական ծովում, որտեղ Վրաստանը շատ կարևոր մասն է անցողիկ։ Եվ դրա միջոցով Վրաստանը դարձավ արևմտամետ դեր 90-ականների վերջից սկսած, իսկ երկրորդը, երբ որ Սաակաշվիլին արդեն մտել է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ, Ալիևը մի քանի օրվա մեջ կարողացավ իր համար, Վրաստանի համար գտնել պատշաճ էներգակիրներ եւ քանակապես տեղափոխել է եւ փոխարինել է ավելի ճիշտ ռուսական էներգակիրները։ Եվ այսպիսով ռուսական էներգակիրներ փոխարինելով Ալիևը զրկել է Ռուսաստանին Վրաստանի վրա լծակից։ Եվ այսպիսով այդ լծակը իհարկե հիմա մասամբ ունի նաև ինքը Ալիևը եւ մեկ-մեկ կիրառում է Վրաստանի նկատմամբ, բայց կարևորը այն է, որ Ալիևը ունենալով այդ էներգակիրներ եւ ունենալով նկարտումներ տարածաշրջանում գերիշխող դիրք ունենալով նաև Թուրքիայի աջակցություն, Ալիևը Ռուսաստանին դիտարկում է որպես մրցակից եւ այս տասնամյակների ընթացքում նաև չեչեներին են աջակցել եւ այլ եւ այսպիսով միանշանակ ինքը որպես մրցակից է դիտարկում Ռուսաստանին եւ այս առճակատումը, որը հիմա է տեղի ունեցել, դա զուտ մեդիայի համար շատ երևացող երևույթ է, բայց գործընթացը երկարաժամկետ sense պատրաստվել է։ Խորքում ուրիշ բան է տեղի ունեցել, անգամ այն պահին, երբ Ադրբեջանը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հատուկ գործողությունը սկսելու օրը պայմանագիր ստորագրեց, գիտեք, այդ համաձայնագիրը ռուս-ադրբեջանական։ Դա ավելի շուտ Ռուսաստանի կողմից է եղել ցանկություն, դա եղել է 1 օր առաջ պատերազմից, որովհետև տեսեք, Ռուսաստանում խոշոր հաշվով գիտակցում կա այս իրողության, որը ես նկարագրեցի։ Այսինքն տեղի ունեցավ ինչ։ Ռուսաստանը պետք է հարձակվի Ուկրաինայի վրա, հասկանում է, որ իր մյուս ճակատները ոնց որ մերկանում են, իսկ Հարավային Կովկասը դարձել է 2020 թվականից հետո բավականին կարևոր ճակատ։ Արցախում ուներ ներկայություն եւ ուզում էր ապահովել Ադրբեջանի կողմից չեզոքությունը։ Եվ այդ չեզոքության համար ստորագրեց այս համաձայնագիրը։ Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը շատ լավ գիտակցում էր, որ պատերազմը հեսա սկսվում է կամ նույնիսկ Ռուսաստանի կողմից զգուշացվել է եւ եթե սենց խոսանք ինչ որ չափով նույնիսկ պատասխանատվություն է կրում, բայց Ադրբեջանը իր համար ուրիշ հարցեր էր լուծում։ Ռուսաստանը լուծում էր հարցը Ադրբեջանի չեզոքության պատերազմի օրոք, որը այո, բայց Ադրբեջանը իր կողմից լուծում էր Ռուսաստանի չեզոքության հարցը իր պատերազմի պարագայում։ Վերջը Ադրբեջանը հաղթեց։ Ինչու հաղթեց։ Որովհետև Ադրբեջանը տեսավ, որ Ռուսաստանը խցկվել է այս պատերազմի մեջ։ Հիշեցնենք, որ շատերը ակնկալում են, որ այս պատերազմը երկար չի տևելու, որ Ռուսաստանը հավանաբար արագ իր հարցերը կլուծի, եւ առաջին հարձակումը Ադրբեջանի Արցախի վրա տեղի ունեցավ 2022 թվականի մայիսի 22-ին, այսինքն պատերազմը սկսվել է նույնիսկ մի ամիս չի անցել եւ այդ ժամանակ արդեն Ադրբեջանը սկսեց հարձակումներ եւ դրանից հետո անդադար էլի փոքր հարձակումներ են տեղի ունեցել, որից 9 ամիս անց արդեն սահման է փակվում, հա։ Այսպիսով Ադրբեջանը կողմնորոշվել է ուկրաինական ճակատում իրադարձություններով։ Ավելի հստակ կողմնորոշվել է, որովհետեւ ըստ Ադրբեջանի իշխանությունների Ռուսաստանը պարտվում է եւ հիշեցնեմ եւս մի դրվագ, երբ է եղել Ադրբեջանի հարձակումը օրինակ Հայաստանի վրա
որը որակավորվել է որպես հիմնականում Ռուսաստանի թուլություն, նկատի ունեմ ջերմուկի իրադարձություններ եւ ոչ միայն դա եղել է սեպտեմբերի 12-ին։ Իսկ սեպտեմբերի 8-ից սկսած Ռուսաստանը բավականին ցավալի պարտություն է կրել Խարկովի ճակատում, հա, որտեղ 9000 քառակուսի կիլոմետր Ռուսաստանը մի շաբաթվա ընթացքում կորցրեց։ Երբ Ուկրաինան կարողացել է լրիվ ուղղորդել ուրիշ ուղղությամբ ուշադրությունը Ռուսաստանի մի ճակատը մերկ է եղել, Ուկրաինան հարձակվել է եւ 9000 քառակուսի կիլոմետր զավթել է Ռուսաստանի ձեռքից կամ ազատագրել է ավելի ճիշտ, եւ այսպիսով այդ ժամանակ Ադրբեջանը համարել է, որ Ռուսաստանը այլևս էական ուժ չէ, սկսել է գործել այն կանխավարկածով, որ Ռուսաստանին հաշվի առնել պետք չէ այլևս։ 2024 թվականին այդ միտումը շարունակվել է, 2025 թվականին ոնց որ մի քիչ նվազեցվել է այս ամեն ինչը, նաև հաշվի առնելով ուկրաինական ճակատում փոփոխություններից, այսինքն Ադրբեջանը փորձում է համ իր օրակարգը առաջ տանել, համ հաշվի առնել իրողությունները։ Այդ ընթացքում եղավ նաև Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համաձայնագիր։ Այո, ես կասեի, որ դա էլ կապ ունի, որովհետև 2023 թվականից հետո Արցախի զավթումից եւ բռնագաղթից Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ է գտնվել եւ հատկապես ԱՄՆ-ի կողմից, պարզ է, որ այդ ժամանակ դեմոկրատների իշխանությանը, որոնք ավելի ուշադիր են նման հարցերի նկատմամբ, բայց ամեն դեպքում Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ դիվանագիտական, որը Ալիևը շատ մտահոգ էր այդ հանգամանքից ելնելով, ինքը այդքան շատ չէր մտահոգում Եվրամիության դիրքորոշումից, ու հատկապես որ Եվրամիության դիրքորոշումը շատ ամբիվալենտ է եղել, համ Ալիևը քննադատվել է, համ էլ հետո Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարում է, որ Ադրբեջանը կարևորագույն գործընկեր է, հա, բայց ԱՄՆ-ի դիրքորոշումը ավելի հստակ է եղել, եւ Ալիևը շատ մեծ հույսեր էր կապում Տրամփի հետ, ինքը օգտագործել է հրեական լոբիի պոտենցիալը շատ ակտիվորեն, նաև վարձատրել է, իհարկե օգտագործել է նաև Թուրքիայի հանգամանքը, հիշեցնենք, որ Ստիվ Ուիտկոֆը մոտավորապես 2 ամիս առաջ հայտարարել է, որ տարածաշրջանի վերաբերյալ տեղեկատվությունը ստանում են Թուրքիայի հետախուզությունից, դե հասկանալի է Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց ամեն դեպքում Ալիևը դրել է խնդիր, որ պետք է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավացնի։ Եվ Տրամփը ոնց որ հաղթել է 2024 թվականի նոյեմբերին, իսկ 2025 թվականի հունվարի 20-ից ինքը արդեն որպես նախագահ է աշխատում, եւ այդ ժամանակից սկսած Ալիևը շատ ակտիվորեն աշխատել է, իսկ այդ շրջանակներում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը միանշանակորեն, այսպես ասած, քայլ է դեպի ԱՄՆ։ Այս հարցով ոնց որ Ալիևը ոնց որ սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, օգտագործեց դա նաև որպես առարկա ԱՄՆ-ի հետ ոնց որ մերձացման, հետո որ այդ ամեն ինչը ստացավ, Թրիփը ստացավ եւ այլն, իսկ Թրիփը իրան պետք էր առաջին հերթին հենց որպեսի ԱՄՆ-ի կողմից դիվանագիտական շրջափակումից դուրս գա, հետո ինքը սկսեց մեղմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ վերջինը շատերը մտածում են, որ Թրամփը եւ Պուտինը միակարծիք են, իհարկե այդպիսի բան չկա։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը շարունակում են ոնց որ նվազագույնը մրցակիցներ մնալ, եթե ոչ հակառակորդներ։ Չեմ ասի թշնամիներ, այո, թշնամիների կարգավիճակից անցան հակառակորդների կարգավիճակ։ Դա կարող ենք ասել, բայց հակառակորդները իրանք միանշանակ շարունակում են մնալ, եւ Թրամփը եւ Պուտինը դա գիտակցում են։ Նրանք ունեն ինչ որ աստիճանով ընդհանուր շահեր եւ շատ ավելի մեծ աստիճանով հակասող շահեր։ Դրանց այսինքն Թրիփը մեծ հաշվով Ալիևին պետք է եղել միայն դիվանագիտական շրջափակումը հաղթարելու համար։ Իմ գնահատականը այդպեսին է։ Բա մնացածը ինչի հիմա տեղի է ունենում։ Դե տեսեք, ուրեմն 2025 թվականի մարտի, եթե ես չեմ սխալվում, 11-ին հայտարարվել է Ադրբեջանի կողմից, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիրը ստորագրել եւ բոլոր կետերը արդեն համաձայնեցված են։ Դա տեղի ունեցել արդեն ինչքան 9 ամիս առաջ։ Անցնում է 9 ամիս եւ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ բերում եւ Հայաստանի կողմից արդեն համաձայնությունը կա տարբեր կետերի շուրջ։ Թրիփը կա, այսինքն էլ ինչ է Ալիևը ուզում, ակնհայտորեն Ալիևը չի ուզում ոչ մի բան ստորագրել։ Ուղղակի ինքը ուզում է ժամանակ օգտագործել, որպեսզի եւ նաեւ ստեղծել տպավորություն, իբր ինքը դրական է տրամադրված, խաղաղասեր է եւ այլ, որը իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն նա չի ուզում ստորագրել, գուցե ինքը փոքր ինչ որ քայլեր պետք է անի, որպեսզի ցուցադրական, օրինակ
այն բերը, որը Ղազախստանից անցավ Ադրբեջանով նաև, հա, դա որևէ հարց լուծող չէ, դա ընդհանրապես ցուցադրական քայլ է, բայց այդպիսի ցուցադրական քայլերով Ալիևը փորձում է ոնց որ օրակարգը պահել, իբր ինքը խաղաղության գործընթաց է զարգացնում, որովհետև խաղաղության գործընթացի համար պետք է մի բան, Ալիևը հիմա բացի սահմանները հայտարարի, որ խաղաղությունը փոխի իր ներքին նաև քաղաքականությունը, որպեսզի այս ամենը, այսինքն արդեն Հայաստանը անելիք չունի, Հայաստանը իր կողմից շատ բաներ արել։ Ալիևը ինչի՞ չի անում։ Սահմանը հիմա փակ է պահում Ալիևը։ Ինչու է պահում։ Այսինքն ինքը շարունակում է թշնամություն։ Սահմանի փակումը դա պատերազմի տեսակն է։ Եվ Ադրբեջանը դա շարունակում է։ Այսինքն ինչ բանակցություն է վարում, որ բացի։ Օրինակ, եթե Ալիևը ասի, ես պատրաստ եմ վաղվանից բացել, Հայաստանը միանշանակ կբացի, չէ՞։ Այսինքն սահմանը պահում է փակ միայն Ալիևը։ Եվ այսինքն պատերազմական քաղաքականությունը, թշնամական քաղաքականությունը Ալիևը շարունակում է։ Ինչու՞, որովհետև իր նպատակները բանակցություններով լուծել հնարավոր չէ։ Բա Վաշինգտոնում տված պարտավորությունն է։ Դե, քանի որ պարտավորությունը, տեսեք, եղել է նախաստորագրում, վերջնական ստորագրում տեղի չի ունեցել։ Բացի նախաստորագրումից հետո պետք է լինի ստորագրություն, իսկ հետո պետք է լինի վավերագրում խորհրդարաններով, հա։ Եվ Ալիևը ամեն քայլի վրա կարող է տապալել։ Օրինակ, ինչ է տեղի ունեցել Երակոմ հայտարարության հետ։ Սկզբից եղել է ստորագրություն, բայց հետո Հայաստանի խորհրդարանը վավերագրեց այդ Երակոմ հայտարարությունը, իսկ Ադրբեջանի խորհրդարանը չի վավերագրել։ Եվ այսպիսով Ադրբեջանում այս հայտարարությունը ունեցավ շատ վիճելի կարգավիճակ։ Եվ Ադրբեջանը ասում էր, դե մենք ոնց որ միանշանակ չենք ընդունում սա։ Եվ նման բան կարող է տեղի ունենալ ստեղ։ Հիմա հաշվի առնելով, քանի որ այս պայմանավորվածությունը զգալիորեն քաղաքական է, այլ ոչ թե իրավական, որովհետև իրավականը դա պետք է լինի բազմակողմանի եւ այլն ՄԱԿ-ի կողմից վավերագրած, տվյալ դեպքում դեռ քաղաքական է։ Շատ բան կախված է լինելու ԱՄՆ-ի կամքից, որպեսզի սեղմի եւ վերջացնի այս գործընթացը։ Այդ կամքը դրսևորում են, աշխատանքային խմբեր են գալիս արդեն թրիփի վերաբացման կամ գործունեության դետալներ են քննարկում։ Դա ինչու է անում Ամերիկան։ Տեսեք, կամքը իհարկե կա։ Հիմա այսօր էլ Վաշինգտոնում դեսպանների մակարդակով էլի թրիփի հարցեր են քննարկում։ Ես կասեի հետևյալ կերպ։ Կա ավելի շուտ ցանկություն, ոչ թե կամք։ Ինչու՞։ Որովհետև ամերիկյան ցանկություն։ Այո։ Ինչն է տարբերությունը կամքի ու ցանկության։ Կամքի համար նաև պատշաճ ռեսուրսներն են հատկացվում։ Հիմա ԱՄՆ-ն մի քանի խոշոր դիվանագիտական եւ ռազմաքաղաքական ճակատներ ունի, որոնցից մեկը Վենեսուելան է, բոլորին հայտնի, որը զգալիորեն ոնց որ զբաղեցնում է ուշադրությունը եւ ռեսուրսները, երկրորդը Ուկրաինան է, որտեղ շատ ծանր դիվանագիտական մարտեր են ընթանում, հա, Ուկրաինայի շուրջ, եւ հայ-ադրբեջանական թեման ոնց որ դա առաջնայինը չի, Թրամփը մի քանի համաձայնագիր է ստորագրել, այդ թվում Իսրայել, Պաղեստին, այդ թվում, չգիտեմ, Թայլանդ, Կամբոջա եւ այլ, այսպիսով այստեղ իհարկե էլի դիվանագիտական գործընթաց կա, բայց ԱՄՆ-ն հիմա չի կարող բոլոր իր ռեսուրսները կենտրոնացնել ստեղ։ Եվ Ալիևը իհարկե դրանից օգտվելու է, որովհետև հիշեցնեմ, որ նույն Մինսկի խումբը, որը վերջերս փակվել է, այս նույն ձևաչափով աշխատել է տասնամյակներով եւ Ալիևը միշտ սկզբից ինչ որ կուտատև է, հետո հետականգն է։ Կուտատև է, հետականգն է։ Ես կարծում եմ, որ նման գործընթացի հետ գործ ունենք, որովհետև նորից եմ ասում, Ալիևին ոչ մեկը ձեռքից չի պահում, որ ինքը օրինակ խաղաղությունը հաստատի։ Հաստատ եթե ինչ որ մեկը պահում է, դա Հայաստանում չի։ Եվ ավարտենք բենզինով, բենզինի ներկրումը, որ կոնտեքստում դիտարկենք։ Նույն ցուցադրական քայլերի շրջանակներում, այսինքն հատեսեք գործընթացը զարգացում։ Երկու երկրներ։ Տեսեք, բիզնես համագործակցությունը, այո, իհարկե կարելի է որակավորել, որոշ մարդիկ Ադրբեջանում ու Հայաստանում փող կաշխատեն, բայց խոշոր հաշվով դա Հայաստանի ոնց որ էներգակիրների բալանսը չի փոխելու, սա մեկ, գնային տեսանկյունից ինքը լինելու է վերջին հաշվով նույն գնի, ինչ ուրիշ կարծում եմ քիչ թե շատ համաշխարհային գների կլինի, սա երկրորդը, եւ այստեղ արդեն գալիս է հարցը, թե ինքը ինչ հարց է, պլյուս դրան Ադրբեջանը չունի խնդիր շուկաների, ինքը իր պարտավորությունները գերազանցում են իր կարողությունները, հա, որովհետեւ վերջին տարիների ընթացքում նավթի արդյունահանումը Ադրբեջանում քիչ-քիչ նվազում է,
իր ռեսուրսները սպառվում են, այսպիսով ինքը պետք է ինչ-որ տեղից հատկացնի այդ ռեսուրսը, որ օրինակ արտահանի Հայաստան։ Կարող է անել իհարկե, եթե քաղաքական նպատակ ունի, քաղաքական նպատակը ունի, այսինքն ցուցադրական քայլերով, չանելով որևէ էական քայլ, ել չասեմ էական զիջում, բայց գոնե էական քայլ, ցույց տա, որ իբր գործընթացը զարգանում է։ Այդպիսի առանձին ինչ-որ քայլերով ցուցադրական ֆոն ստեղծում, ահա տեսեք գործընթացը զարգանում է։ Եթե համաձայն է, մինչև երբ եւ ինչքան։ Ուրեմն մի քանի ժամանակային նշաձող կա, այդ թվում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ, այս կառավարությունը պարտավորվել է կամ ոնց որ դրսևորել է իր քաղաքականությունը դեպի այս թրիփը, մերձացում Ադրբեջանի հետ եւ հարցերի լուծում, խաղաղության օրակարգ, այսպես անվանենք, հա։ Մյուս կառավարությունը հավանաբար, եթե իշխանապողություն տեղի ունեցավ, մյուս կառավարությունը հավանաբար ուրիշ քաղաքականություն է ունենալու։ Եվ այսպիսով բազմաթիվ հարցերը կապված են ընտրությունների հետ։ Եւ հավանաբար նաեւ մինչեւ ընտրություններ Ալիևը եւս մի ցուցադրական ակցիա է անելու 15 գերի ազատ արձակելու, մենք կարող ենք հիշել 2021 թվականին նույն բանն է արել, սա այսպես ասած եւս այդ շարքում է լինելու 15 թիվը պատական Չէ, սա այս պայդրությամբ ճանաչված 23 գերի կա, որոնցից 8-ը քաղաքական են եւ 15-ը ոչ քաղաքական, հավանաբար ոչ քաղաքականներին կազատեն։ Հիմա այս քայլը, իսկ երկրորդը Փաշինյանը իր կողմից հայտարարեց, որ դե թրիփի ուղղությամբ ոնց որ քայլերը կմեկնարկեն 2026 թվականի երկրորդ կեսից սկսած, այսինքն ինքն էլ արդեն կապում է դա ընտրությունների հետ։ Եվ այսպիսով ընտրություններից հետո եթե Փաշինյանը հաղթեց, արդեն լինելու են հաջորդ քայլերը, որոնք գուցե արդեն էական կլինեն, դա արդեն այդ ժամանակ նոր իրողություն է լինելու։ Մինչև հունիսը, այսպես ասած, այս իրավիճակի մեջ ենք։